Նախորդ տարին ու Բարաշենի աղբավայրում բռնկված մի քանի հրդեհներից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանատու մարմիններին հանձնարարեց կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել դրանց կրկինությունը բացառելու համար։ Քաղաքապետը շրջայց կատարեց աղբավայրում տեղում ծանոթանալով իր տված հանձնարարականների իրականացման ընթացքին։ Արդեն աղբավայրի ամբողջ տարածքը ցանկապատվել է, կահավորվել պահակակետ է, անցկացվել է 1400 գծամետր ջրի խողովակ։ Ավինյանը լրագրողներին տեղեկացրեց, որ օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար, իսկ աղբավայր մուտք գործող եւ դուրս եկող մեքենաները նոր փոփոխություններով պայմանավորված գրանցվում են, հավելեց Ավինյանը եւ արձանագրեց, որ այդ կերպ փորձ է արվում հնարավորինս նվազեցնել հրդեհների վտանգը։ Այս միջանկյալ գործողությունները, որ անում ենք Բարաշենի աղբավայրում, մեզ հնարավորություն կտան որոշակի տրամաբանական ժամանակ ծախսել արդեն նոր աղբի վերամշակման գործարանի կառուցման վրա եւ կարծում եմ սրանք այն նվազագույն անհրաժեշտ միջոցառումներն էին, որոնք որ այստեղ պետք է իրականացվեին։ Տիգրան Ավինյանն իր խոսքում մեկ անգամ եւս վերահաստատեց, որ աղբավայրում ձեռնարկված միջանկյալ գործողությունները էականորեն նվազեցրել են բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են եղել։ Ինչ վերաբերում է աղբի վերամշակման գործարանի կառուցմանը, ապա Ավինյանի հավաստմամբ մարտի 27-ին արդեն իսկ հայտարարված է համապատասխան մրցույթ։ Նա մասնավոր հատվածին կոչ արեց ներդրումներ իրականացնել այդ ոլորտում։ Քաղաքապետը հույս հայտնեց, որ մրցույթի արդյունքում կընտրվի ընկերություն, որը կիրականացնի ծրագիրը։ Իսկ ինչ է նախատեսում, եթե որևէ ընկերություն չմասնակցի կամ որևէ ընկերություն հաղթող չճանաչվի։ Մենք ունենք նաև զուգահեռ process մեր միջազգային ֆինանսական գործընկերների հետ, ՎԶ բանկի հետ, մեր մյուս ֆինանսական միջազգային գործընկերների հետ, որ իրականացնում ենք խորը վերլուծություն process-ի եւ խորհրդատվական ծառայություններ ենք գնելու, որպեսզի ավելի լավ փաթեթավորենք։ Քաղաքապետը անդրադարձ կատարեց նաև օդի աղտոտվածությանը, հատկապես աղբավայրում բռնկվող հրդեհներից հետո առաջացող ծխի ամպի վտանգներին։ Նրա խոսքով թունավոր արտանետումները հիմնականում տեղի են ունենում այրման ընթացքում, իսկ այն նվազեցնող միակ տարբերակը մեծ ծավալի հողային շերտով կրակի օջախի ծածկումն է աղբավայրում։ Այս մեթոդը կանխում է ոչ միայն կրակի տարածումը, այլև թունավոր գազերի արտանետումը, նաև վերացնում է ծուխը։